Այն, որ ընդդիմությանը ռուսական ուժերն են հովանավորում, իշխանությանը մինչ օրս չի հաջողվել ապացուցել, թե ինչ կապ ունի եկեղեցու եւ իշխանության հակադրության հետ Ռուսաստանը կամ ազգությամբ հայ Ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, որը միշտ էլ հանդես է եկել եկեղեցու պաշտպանության դիրքերից, աբսուրդի ժանրից է, ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Փոխարենը քաղաքագետն իշխանության վարքագծում է ադրբեջանական տեսանելի հետք նկատում։ Չենք կարող անտեսել, որ մեր եկեղեցու մասին գրեթե նույն խոսույթով արտահայտվում է Փաշազադեն, մուսուլմանների Կովկասի վարչության նախագահ եւ Փաշինյանը։ Հիշենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի նախ Փաշազադեն թիրախավորեց, հետո իշխանությունները, բայց այստեղ էլ կարող է արտաքին գործոնը շատ փոքր դեր խաղա։ Քաղաքագետը հակված է ներքին գործընթացներում հնարավորինս քիչ արտաքին ականջներ փնտրելու։ Այլ խնդիր է, որ եթե մենք միաբան չենք եւ երկիրը կանգնած է քաղաքացիական բախումների շեմին, բոլոր արտաքին քաղաքական կենտրոնները օգտվելու են այդ իրավիճակից։ Որտեւ եթե դու էներգիա պարպում ես ներքին կոնֆլիկտների վրա, իսկ մենք հիմա դրանով էլ զբաղված ենք ամբողջ օրը, արտաքին օրակարգի ու ռիսկերի կառավարման համար քիչ ժամանակ է մնում կամ ընդհանրապես ժամանակ չի մնում, ինքը միջամտության լայն ճանապարհ է բացում։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանի դիտարկմամբ էլ, եթե ապացուցվի, որ Սրբազան շարժման ղեկավարի ձայնագրությունն իսկական է, ապա գործ ունենք լուրջ հարցի հետ։ Վարդանյանը վստահ է, այնինչ կազմակերպել էին Սրբազան շարժման ղեկավարն ու մասնակիցները, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված գործընթաց է։ Հայաստանում կան մարդիկ, կա 5-րդ շարասյուն, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք եւ այլ այսպես ապատեգատվություն են տարածում, փորձում են Հայաստանին այսպես ժողովրդին վախի ասեղի վրա պահել։ Քաղաքագետն ասում է, կարող է հանրությունը ուղիղ հետք չտեսնել, բայց նաև ակնհայտ է համարում, որ կան որոշ լրատվամիջոցներ, ազդեցության գործակալներ ու բլոգերներ, որոնք Ռուսաստանի հետ են կապված ու փորձում են հրահրել ինչ-որ գործընթացներ։ Իշխանը փորձեն այսպես դա անտեսանելի անել, իշխանությունը հատուկ ծառայությունները քնած չեն, գիտեն այդ մասին եւ հենց դրա հետևանքը վարչապետի գրառումները։ Իհարկե ես համաձայն չեմ վարչապետի գրառումների բովանդակության եւ ոճի հետ։ Դրանք շատ գռեհիկ են եւ շատ հաճախ հակառակ էֆեկտ են տալիս։ Մարդիկ, որոնք այդքան շատ չեն խորացել այս հարցի էության մեջ, ով է ճիշտ, ով է սխալ, ով է, ասենք, պետության դեմ գործում եւ այլն, միայն այդ գռեհիկ գրառումների հետևանքով կարող է հակաիշխանական, ասես հայացքներ ձևավորել։ Քաղաքագետն անդրամաբանական է համարում այն, որ այսօրվա գործընթացներն ուղղորդվում են Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Րիոփն մեդիա։